ձեր կյանքը ի վերուստ է տրված ձեզ, եւ դուք այդ կյանքը պիտի ապրեք որպես ի վերուստ շնորհված մարդ, դուք այդ գիտակցությամբ պիտի ապրեք կյանքը, ոչ թե դուք պիտի ապրեք կյանքը երկնքից Աստծուց կտրված, որ ցավոք սրտի այսօր աշխարհը շատ է այդ վիճակի մեջ, այլ Աստծով պիտի ապրեք ձեր կյանքը։ Սրանք կարևոր են, ինչի համար, մարդը անընդհատ պիտի գիտակցի, թե ինքը ով է, իր արարիչն ով է, եւ իր այդ արարիչը ինչի համար է, ինչ առաքելությամբ է իրան կյանքը պարգևել, իր կյանքը պարգևել իրեն աշխարհ բերել։ Հիմա շատերը այստեղ ծնողներ են, եւ ամեն մի ծնող իր զավակի հետ կապված մեծամեծ մտածումներ, ծրագրեր, իղձեր, փափագներ, երազանքներ ունի։ Բնական է, որ այդպես պիտի լինի։ Մենք որ տկար, մեղավոր մարդիկ լինելով, այդպիսի մտածումներ ունենք, երազանքներ ունենք։ Եվ մեր զավակները, որ աշխարհ են եկել, մենք այդ երազանքների մեջ ենք եղել, այդ անուրջների մեջ ենք եղել։ Բա Աստված, որ մեր բոլորի ծնողն է, ամեն մեկից որ կյանք է տվել, ինքը նպատակ, ինքը ծրագիր, ինքը իղձեր, փափագներ, չունի մեզ հետ կապված։ Բայց մենք ինչու ենք այդ ամեն ինչ անտեսած ապրում։ Չենք հարցնում, Տեր Աստված, ինչ ես ուզում, ինչ անենք։ Մենք ուզում ենք, չէ՞ որ մեր զավակները մեզ հարցնեն, ասեն, հայրիկ, մայրիկ, ծնողներ, ինչ եք ուզում, ո՞նց անեմ, ինչ անեմ։ Այսինքն ինչ ուզեցի ասել, որ ծնողները ակնկալում են, որ զավակներ իրենց հաշվի պիտի առնեն։ Բա մեր երկնավոր հայրը չի ակնկալում, որ մենք իրան հաշվի պիտի առնենք մեր կյանքերում։ Բա ո՞նց ենք առանց իրան հաշվի առնելու ապրում մեր կյանքը։ Մեր խելքի փչացից պես, մեր ուզածի պես, ո՞նց կպատայի, փնթի, թափթփված։ Էն էլ, որ մենք մարմնավոր ծնողներս սխալական ենք եւ երբեմն կարանք սխալվենք, եւ երբեմն կարանք մեր զավակներին սխալ խորհուրդ տանք։ Չիմանալով, ոչ թե միտումնավոր, սխալ տեղ ուղենք, բայց երկնավոր հայրը անսխալ է եւ անսխալական է, ինքը երբեք չի կարող սխալվել մեզ առաջնորդելուց։ Այդ մենք ենք սխալվում, երբ որ իր առաջնորդությունը անտեսում ենք, թողնում ենք։